Ողջույն հարգելի հետևորդներ, ես Էրիկ Գեղինյանն եմ, ցանկանում եմ խոսել մի հետաքրքիր թեմայի մասին, մասնավորապես դեղի շուկաներում տարածված են խաբեբայության դեպքերը, որ իսկական դեղի անվան տակ վաճառվում են կեղծ դեղեր, թե կենդանիների համար նախատեսված եւ թե մարդկանց համար նախատեսված, եւ այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզաբանել, որ դեղի օրիգինալ լինելը ամենևին էլ չի որոշվում դեղի թանկ գնով, այսինքն ժողովրդին թվում է, թե եթե դեղորայքը թանկ է, թանկ գին արժե, ուրեմն դա օրիգինալ դեղ է, հավաստիացնում եմ, որ նման բան չկա, դեղի օրիգինալ լինելը ամենևին էլ չի որոշվում դեղի թանկ գնով, եւ դեղի կեղծված լինել չլինելու հանգամանքը կարող է պարզվել բացառապես միմիայն համապատասխան փորձաքննության արդյունքում, նաեւ ցանկանում եմ նշել, որ դեղերի օրիգինալ լինել չլինելու եւ դեղերը կեղծելու վերաբերյալ պարզաբանում եմ հետեւյալը. ոչ ոք չի կարող հաստատապես պնդել $100 արժողությամբ դեղը կամ օրինակ $1000 արժողությամբ դեղը օրիգինալ է արդյոք թե ոչ, դեղի օրիգինալ լինելը ամենևին էլ չի որոշվում դեղի թանկ գնով, ենթադրենք ինչ-որ մի դեղորայքը արժե $1000, ապա դրանից ելնելով հնարավոր չէ հաստատապես պնդել, որ եթե դեղորայքը թանկարժեք է, ուրեմն օրիգինալ է։ Ներկայումս թե որոշ դեղատներում եւ թե որոշ բժիշկների կողմից կեղծվում են դեղորայքները եւ օրինակ էժան դեղը կեղծվում է եւ բավականին թանկ գնով վաճառվում է որպես քաղցկեղի բուժման դեղ։ Դեղորայքի օրիգինալ լինելը եւ դեղորայքի կեղծված լինել չլինելը կարող է հաստատվել միմիայն համապատասխան փորձաքննության արդյունքում, այլ ոչ թե դեղի թանկ գնի արժեքով։ Սա ընդունեք որպես իգիտություն։ Ոստիկանության կողմից տարածված օպերատիվ հաղորդագրություններում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ դեղատներում բավականին թանկ գնով վաճառվել են իբր թե քաղցկեղի բուժման համար նախատեսված էժանագին կեղծ դեղեր։ Նույնը կարելի ասել նաև կենդանիների համար նախատեսված թանկարժեք դեղորայքների վերաբերյալ եւ դեղի օրիգինալ լինելը ամենևին էլ չի որոշվում դեղի թանկ գնով։ Մարդկանց եւ կենդանիների առողջության հաշվին հեշտ փող աշխատող խարդախ եւ խաբեբա դեղավաճառների ու մանիպուլյացիաների զոհը չդառնալու համար եղեք զգոն, աչալուրջ եւ տեղեկացված։ Առողջություն է մաղթում թե մարդկանց եւ թե կենդանիներին։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։